խոշոր եղջերավոր ունենք 4133 գլուխ, որից կտուկով էր 1800 գլուխ, 819 գլուխ խոզ, 1700 գլուխ ոչխար, 7700 թև թռչուններ։ Եվ շրջանում ունենք 2600 հատ մեղվափետակներ։ Շահումյանի շրջանի գյուղատնտեսության պատասխանատուի հրապարակած տվյալները մեղմ ասած բավարար չեն խորհրդային տարիներին այս տարածքներում արկա անասնագլխականակի համեմատ։ Պահել են մինչև 100,000 գլուխ խոշոր ու 100,000 գլուխ մանր։ Իհարկե 4000-ը դա շատ վատ ցուցանիշ է։ Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հանդիպումը շրջանի անասնաբուժերի եւ անասնաբուծությամբ զբաղվող խոշոր մենատնտեսների հետ նպատակ ուներ քննարկել ճյուղի զարգացման հեռանկարները, որ Շահումյանի շրջան ունի լավ նախադրյալներ անասնաբուծության զարգացման համար, փաստում են հենց մենատնտեսները։ Ռոմիկ Խաչատրյանը նրանցից մեկն է։ 2 տարի առաջ է վարկ վերցրել, սպասելիքներն արդարացվել են։ Ինչ վարկը 7 հատ էր, այսօր 15 հատ արդեն։ Եթե կա ցանկություն, իրագործելը շատ հեշտ է։ Անասնաբուծության զարգացման համար տարածքի ընձեռած հնարավորություններից ու պետության կողմից առաջարկվող ծրագրերից սակայն քչերն են օգտվում։ Ըստ Անդրանիկ Խաչատրյանի պատճառներից մեկն էլ ոչ պատշաճ մակարդակով տարվող քարոզչական աշխատանքն է։ Մենք ունենք այսպիսի ծրագիր, որ սուբսիդավորված տարբերակով տրամադրում ենք տոհմային ցուլիկներ 5 տարվա մարման պայմանով արժեքի 50%-ի սուբսիդավորմամբ։ Սա լավ մատչելի պայմաններ է։ Ընդամենը Շահումյանի շրջանից, որը ունի աննախադեպ անասնապահության զարգացման հնարավորություններ, ընդամենը 4 հայտ է եղել։ Ես համոզված եմ, որ մեր բնակիչները, գյուղացիները ուղղակի տեղյակ չեն այդ ծրագրի մասին, եւ սա եւս ձեր կողմից իրականացվող աշխատանքների մեջ պիտի ընդգրկվի։ Անդրադառնալով շրջանի անասնաբուժական կայանի կողմից իրականացված աշխատանքներին, հատկապես համաճարակների կանխարգելման առումով գյուղնախարարը գոհունակություն հայտնեց, չնայած ասուել կան խնդիրներ հատկապես անասնագլխականակի ճիշտ հաշվառման մասով։ Այստեղ էլ շատ է շրջանի անասնաբուժերի անելիքը։ Գյուղատնտեսությունը ազատված է հարկային, ասենք, հարկային դաշ չի մտնում եւ անիմաստ է թաքցնել։ Այդ իսկ հաշվառումը ճիշտ հաշվառումը մեզ թույլ է տալիս կայուն պահել հակամաճարակային իրավիճակում։ Մենք պիտի կարողանանք ձեզ հետ միասին մտածել, մշակել այնպիսի մեխանիզմներ, որ կարողանանք հաշվառումը ավելին մաքսիմալ իրականացնել։ Շահումյանի շրջանում անասնաբուծության զարգացման համար 2007 թվականից տարբեր ծրագրեր են իրականացվում, ինչպես պետական, այնպես էլ բարեգործական միջոցներով, արտոնյալ վարկավորումից մինչև տոհմային ցուլերի տրամադրում։ Ուշադրության կենտրոնում է նաև անասնաբուժերի աշխատավարձերի բարձրացման հարցը։ Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը խոսեց նաև նոր ծրագրերից, որոնք պիտի կյանքի կոչվեն 2015-ին։ Նախատեսում ենք 15 թվականին տրամադրել անհատույց բազմամյա կերային խոտաբույսերի սերմացու, նորից եմ նշում անհատույց, կորոնգանի սերմացու, որպեսզի զարգացնենք կերային կուլտուրաների բազան։ Մեր նպատակն է առաջիկայում մինչև 10,000 հեկտար դնել բազմամյա կերային խոտաբույսերի տակ։ Անասնաբուծության զարգացումը խթանելու համար Շահումյանի շրջանն ունի լավ նախադրյալներ եւ չի բացառում, որ առաջիկա տարիների մյուս շրջանների համար դառնա անասնակերի հիմնական մատակարարը, նշել է գյուղնախարարը։ Գենադի Երեմյան, Մերուժա Մարտիրոսյան, օր։